Ըստ Սպառողների խորհրդատվության կենտրոն կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի, սննդամթերքի որակի խախտման դեպքեր բոլոր խանութներում էլ կարելի է գտնել։ Տոնական օրերին, սակայն ինքն անձամբ մի սուպերմարկետում է բախվել այդ խնդրին։ Միակ դեպքը մի երշիկ էր, այդ ամբողջ երշիկեղենի մեջ մի հատ ժամկետը անցել, ասեցի որ դա արդեն ժամկետը անցած է, միանգամից հանեցին։ Ես չեմ դիմել սննդամթերքության ծառայության, որտեղ ուրիշ խախտում այնտեղ չկար։ Հիմա ասենք, եթե ես զգուշացրեցի այդ մենեջերին եւ դա վերացրեցին, ես հիմա ասենք դիմեմ սննդամթերքության ծառայություն, ինչ կարող է փոխվել։ Որ խանութում եք այդ երշիկը դες։ Երևան City-ում։ Երևան City-ում երշիկը հին էր։ Մի դել եմ ասում, մեկ երշիկ հին տեղադրված էր, այսինքն դա երևի դա էլի կապված էր ինչ որ թերություն է եղել, ոչ թե դիտավորել ուրիշ բանի, ասեմ մի 20-30 հատ ասենք մի հատ շարացել է, բայց մի երշիկը Այդ որ մասնաճյուղն է եղել Երևան City։ Մասիվ նոր-նորքի մասնաճյուղը։ Նոր։ Հա։ Եթե դա ինչ որ հարց է լուծում, չգիտեմ, դա ինչ որ ինչ տալ։ Ինչ։ Գիտեք ինչ, դա ստացվում է այդ մի խանութը պետք է զգուշել մնացած ցանկացած խանութում։ Ինչ խնդիր եք տեսել մթերքի հետ կապված վերջին ամիսներին, եթե հենց ոչ նոր տարի։ Այս տարի ես ասում խնդիր չեմ տեսել։